Լոռու մարզի փրկարարական վարչությունը հազանգ է ստացվել այն մասին, որ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները թափվում են դեպետ գետ։ Մեր նկարահանման պահին դեպքի վայրում են Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ թափոններ որոշակի քանակությամբ լցվել են գետը։ Այս տարածքը նախ մաքրվելու համար մենք տեխնիկա ամեն 2-3 ամիսը մի անգամ, երբ որ մենք ստեղ վթարային վթարներ ունենում ենք, խողովակաշարը մաքրելու համար լցնում ենք այս բասեինը, ստեղից հանում ենք, տեղափոխում ենք մեր պոչամբար։ Համապատասխան մարմիններն անմիջապես արձագանքելով կանգնեցրել են արտահոսքը եւ տարածքը ներկայումս պահվում է վերահսկողության տակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Ըստ կոմբինատի տնօրինության վտանգ չկա։ Այստեղ ամեն օր չպետք է մաքրվի։ Այսինքն երբ որ մենք դա հնարավորություն ունենում ենք, դա անում ենք։ 1800 թվականից սկսած այստեղ տարբեր տեղեր, տարբեր կերպ շահագործվում է որպես հանքավայր։ 22 կիլոմետրի վրա հասկանալի է, որ շատ հավանական է եւ հնարավոր, որ ոչ միայն խողովակը միտեղ ինչ-որ մի բան պայթի, այլև հնարավոր է ինչ-որ մեկը մի աշխատանք կատարի, որը առնչված չի գործարանի հետ եւ այդ ջրի գույնը ինչ-որ փոխվի։ Կարող է մի օր դեղին գա, մի օր կապույտ գա, մի օր չգիտեմ ինչ գույն գա։ Մենք ամեն անգամ դա չենք կարող մեկնաբանել։ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը վստահեցնում է, որ տարածքը պարբերաբար մաքրվում է արտադրական պոչանքներից։ Վերջին անգամ խողովակը թափոններից մաքրվել է մոտ 2 ամիս առաջ։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։